Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական մարտահրավերների մեջ այսօր մենք շատ քննարկեցինք մի քանի խնդիր, որոնք մեծ ազդեցություն ունեն հետագա մեր խաղաղության գործընթացի վրա։ Առաջինը TRIP նախագիծներ, որի մասին նաև երեկվանից մենք ունենք բազմաթիվ քննարկումներ մեր լրագրող գործընկերների հետ։ Որն է մեր մոտեցումը TRIP նախագծի վերաբերյալ։ Այս մոտեցումը մենք արտահայտել ենք 6 ամիս առաջվանից, մենք արտահայտել ենք բազում անգամներ, ցավոք մեր գործընկերները չեն լսել, թե ինչ ենք արտահայտել, ինչն է մեր մոտեցումը։ Մենք համարում ենք, որ TRIP նախագիծը, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը առաջացնում է հավելյալ զսպաշապիկ Ադրբեջանի համար։ Մենք մտահոգված ենք, որ չկա ուղիղ երաշխիք, կա տնտեսական ներկայություն, բայց չկա երաշխիք։ Բայց տեսնում ենք, որ Իրանի սահմանից 20 մետր հեռավորության վրա շատ բարդ է ունենալ երկարաժամկետ խաղաղ միջավայր, հաշվի առնելով Բահրեյնի դեպքերը, Քաթարի դեպքերը, Էմիրատների դեպքերը, Ամերիկա-իրանական հարաբերությունների սրությունը եւ մեր հարևան երկրից չունենալ երաշխիքային տրամաբանության աջակցում։ Դուք շատերդ եղել եք Մեղրիում, 20 մետրի վրա Իրանի Իսլամական Հանրապետությունն է, իսկ իրանական պոտենցիալը երբեմն հասնում է հարյուրավոր կիլոմետրեր։ Մենք տեսանք դա աշխարհի ամենահարուստ երկրների վրա տարածաշրջանի։ Եվ մենք մտահոգված ենք, որ հիմնական խաղացողները ռեգիոնի երաշխիքային մասնակցություն չունեն, եւ դա կբերի ռիսկերի։ Այս խնդիրները, որ մենք ասում ենք, սա այն խնդիրներն են, որի վրա պետք է շեշտ դնել։ Երբ ընդդիմությունը խնդիրը բարձրաձայնում է, օրինակ, եթե 18 թվականից առաջ դուք որպես ընդդիմադիր ուժ բարձրաձայնեիք բանակի խնդիրները, հնարավոր է փոփոխություն լիներ բանակի մոդելի մեջ։ Երբ որ մենք բարձրաձայնում ենք այս խնդիրը, մենք սա ձեր համար չենք բարձրաձայնում, մենք սա մեր հասարակության մեր համար ենք բարձրաձայնում, մեր ժողովրդի համար, որ վաղը էլի կոտրած տաշտակի առջև չհայտնվենք, իսկ ինչու կոտրած տաշտակի, որովհետև մեր երաշխիքը տնտեսական ներդրում է, ազգությամբ ռուս, լավ գործարարի, ում հանդեպ ես ունեմ դրական վերաբերմունք անձնական, բայց մենք չունենք երկրի երաշխիք մեր երկրի խաղաղության պայմանագրի այդ հիմնաքարային գործընթացում։ Եվ սա է մեր տարբերությունը մոտեցման։ Ինչու ենք մենք ասում, որ դա ճանապարհ է եւ այն մյուս տերմինը չենք օգտագործում, որովհետեւ վաղը իշխանությունների փոփոխության ժամանակ, երբ մենք ստիպված լինենք բանակցել դիմացի կողմի հետ, օրինակ Ադրբեջանի ղեկավարության, մենք չենք կարող նրանց ասել եւ ձեռնտու չէ Հայաստանի համար, որ օգտագործվի խոսույթ բացի ճանապարհից։ Ես այսօր ասում եմ դա ճանապարհ է, որպեսզի վաղ իրենց հետ բանակցելու ժամանակ ինձ չասեն, բա ասում եք միջանցք է։ Դա ճանապարհ է եւ մենք ամեն ինչ պետք է անենք, սպասում ենք սահմանադրական դատանի որոշմանը, որ ճանապարհի ֆորմատը պահպանվի, հայկական իրավական գործընթացները պահպանվեն։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ 18-19 թվականներին սկսած պրոցեսները, որը բերեց սրան, չհասներ սրան։ Իհարկե ցանկալի կլիներ, որ մենք չտայինք որևէ ճանապարհային ֆորմատ անգամ, բայց մի քանի ստրատեգիական, դիվանագիտական պարտություններ բերել է մեզ այստեղ։ Առաջի պարտությունը եղել է պատերազմի արդյունքում։ Երկրորդ պարտությունը եղել է Միջանցքի, Լաչինի, Միջանցքի հարցում։ Երրորդ պարտությունը մենք հասանք, երբ որ այս անգամ Միջանցքից, անգամ Արցախի բռնազավթումից հետո մեր հարևան երկիրը
ամբիցիա ցույց տվեց մեր հողին եւ մեծ դժվարությամբ հնարավորություն եղավ սուվերենության ձևաչափի մեջ տեղավորել եւ իմանալով մեր հարևաններին, նրանք արդարամիտ մարդիկ չեն, նրանք ամենաժողովրդավար երկիրը չի աշխարհի եւ իմանալով նրանց մենք զգուշացնում ենք մեր հանրությանը, ժողովուրդ քաշելու են մեզ երաշխիքա պետք, հետո չասեն նավը չի գալի, ինքնաթիռը չի գալի, Իրանն է ուրիշ ձև, Արգելի գործընկերներ, լռեք եւ մի միջամտեք։ T90-ը չի գալի, Տիկին Կարապետյան, այո, T90-ը չի գալի, եւ չասեն, եւ այդ իսկ պատճառով մենք այսօր տեսնում ենք մեծ հնարավորություն ունենալ երաշխիքային ավելի լայն բազա։ Դուք վաղ թե ուշ մենք դրան հասնելու ենք, որովհետև դա պայմանագրի շրջանակներից դուրս էլ դու կարող ես ունենալ երաշխիք քո տարածքային ամբողջականության։ Մենք հասնելու ենք մեր տարածքային ամբողջականության երաշխիքի։ Մենք չենք վստահելու Ադրբեջանի նախագահին, ես չեմ կարա իրան վստահեմ, դուք չեք վստահում իրան։ Մի համոզեք մեր ժողովրդին, որ մենք վստահենք իրան։ Մեզ երաշխիքներ պետք եւ դա է մեր մոտեցումը ու երկարաժամկետ խաղաղության միակ առհավատչան։ Ճանապարհից ավել ոչ մի բան չի եւ չի կարող լինել, բայց երաշխիքային բազայի ամրապնդումը անխուսափելի է եւ դա մենք երկարաժամկետ եւ միջնաժամկետ պերսպեկտիվայում տեսնելու ենք դրա լուծումների բանալիները։ Ինչ վերաբերում է ցեղասպանությանը, այսօր մեր գործընկերներից, քանի որ առավոտվանից ենք թողիցների չեմ հիշում ով, բայց մեր ասեց, որ ինչքան գումար է ծախսվել ցեղասպանության համար։ Հա, հարգելիներս, հայ համայնքը, իր կազմակերպչական ամբողջ պոտենցիալով աշխարհով մեկ աշխատել է դրա համար, դա հարյուրավոր, հազարավոր մարդկանց կյանք է։ Դա միավորում է մեր ազգին, դա նպատակ է ու մեր քաղաքական հաղթանակներն է տեղում։ Մեր արտաքին քաղաքական հիմնական մոդելը դա լավ հարաբերություններն են տարածաշրջանի հետ, քանի որ մենք տեսնում ենք, որ տնտեսական զարգացում կա պոտենցիալը լավ հարաբերությունների, երաշխիքների պայմաններում, բայց դա չի կարող լինել մեր ընտանիքների անցյալի ուրացման հաշվին։ Կարող եք ասել, որ դուք եք համաձայն, եթե դուք եք համաձայն, պետք չէ քաղաքական որևէ կուսակցության սահմանափակման մեջ դնել ազգային գաղափարները, ուղղակի ասել, որ այդ գաղափարին համաձայն եք։ Մենք արտաքին քաղաքական առաջնահերթությունները խաղաղությունն են, տնտեսական զարգացում գործընկերների, առևտրային գործընկերների ներգրավվածությունը։ Այո։ Եվ նաև մեր ազգի արդար պահանջի իրագործումը կլինի մեր արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքների ուղղություններից մեկը։ Մեր պահանջը, մեր նախնիների թափված արյան գնահատականն է Թուրքիայի Հանրապետության ղեկավարության կողմից Թուրքիայի նախորդող Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած հայ ժողովրդի կոտորածի համար, հայրենազրկման համար, որի արդյունքում այստեղ նստածների կեսից ավելին մի նախնի ունեն այնտեղ։ Եվ դա չի խանգարում մեզ զարգացման համար, դա օգնում է մեզ իմանալ առաջնահերթությունները։ Տնտեսական մոտեցման մասին կուզենայի տնտեսական քաղաքականության ժամանակ ասել, բայց ցանկանում եմ վստահ լինեք, տնտեսական զարգացում առանց պետական ակտիվ մասնակցության հիմնման փուլում անհնար է,
կառավարման մեջ դա կարծում եմ մյուս հնարավորության դեպքում կներկայացնեմ մյուս ելույթի ժամանակ։ Շնորհակալություն։